Ողջույն, այսօր որոշել եմ ձեզ պատմել ևս մեկ հաջողության պատմություն, սակայն այս անգամ անդրադառնալու եմ բոլորովին այլ բնագավառի։ Խոսքս Ռիպա Հակոբյանի մասին է, որի RH Beauty գեղեցկության սրահը Վեգասում գործում է արդեն 4 տարի։ Թե ինչպիսի ճանապարհ է անցել Ռիպան հասնելու համար իր երազանքին, կպատմեմ ձեզ այսօր։ Սակայն մինչ այդ նշեմ, որ այնինչ կասեմ ձեզ հիմա շատ զարմանալի կթվա, հատկապես եթե դուք ճանաչում եք Ռիպային։ Ուշադրություն, նա չի սիրում տեսախցիկների առջև խոսել, հետևաբար մեզ սպասվում են շատ բարդ նկարահանումներ, բայց այնուամենայնիվ մենք չենք հուսահատվում։ Պետք է փորձել։ Գնացինք։ Եթե մի օր ձեզ որևէ մեկը փորձի նվիրել այն, ինչի մասին դուք երազել եք ամբողջ կյանքում, ապա խորհուրդ կտամ հրաժարվել այդ նվերից, քանի որ եթե քո նվիրական երազանքը կարողանում ես վերածել նպատակի, ապա այն սեփական ուժերով իրականացնելու բերկրանքը վայելում ես ամբողջ կյանքում։ Այս մասին էր հիմնականում իմ եւ Ռիպայի կարճատև զրույցը։ Ինչու կարճատև, որովհետեւ իր երազանքին հասնելու համար անցած ճանապարհից Ռիպան այսօր հիշում է միայն կարևոր ու ոգեշնչող դրվագները։ Դժվարությունների մասին չի ցանկանում խոսել, սակայն միևնույն ժամանակ չի կարողանում թաքցնել հուզմունքը, երբ հարցս վերաբերում է դրանց։ Ծիծաղով է հիշում անգամ այն, որ իր կամքին հակառակ սովորել ու ավարտել է իրավաբանական բաժինը, սակայն ոչ մի օր չի ցանկացել աշխատել որպես իրավաբան։ Ի սկզբանե նա սիրել է վարսահարտարի աշխատանքը եւ ցանկացել է այդ ուղղությամբ զարգացնել իր հմտությունները։ Այս աշխատանքը նրա համար ստեղծագործական է, որտեղ փորձում է դրսևորել իր ուրույն ձեռագիրը։ Մասնագիտությամբ իրավաբան դարձա։ 5 տարի սովորելուց հետո որոշեցի զբաղվել իմ սիրած մասնագիտությունով, ինչով որ հիմա եմ զբաղվում։ Ու փոշմանել եք երբևիցե։ Իհարկե ոչ։ Երբևէ չի եղել, այնպես որ ասեք։ Ես փոշմանել եմ 5 տարիները, որ սովորել եմ իրավաբան։ Կյանքիս երազանքներ, որ վերջապես իմը ունենամ, իմ սալոն ունենամ այս երկրում, ոչ թե այս երկրում, այսինքն ամբողջ իմ կյանքում, իմ երազանքներ, որ ունենամ իմ սեփականը, ունեցա։ Եվս մի հարց եմ ուզում տալ, բայց կխնդրեմ մի փոքր երկար մտածեք նախքան պատասխանելը։ Ինչ կասեիք Ռիպային, եթե հանդիպեիք նրան 5 տարի առաջ։ Դե կասեի, որ մի հանձնվի միշտ առաջ։ Ռիպան նշում է, որ մասնագիտական կայացման ճանապարհին կարևոր է շարունակական կրթությունը եւ ինքն էլ անձամբ հաճախակի է մասնակցում տարբեր սեմինար դասընթացների, այդ թվում ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև Հայաստանում, Ռուսաստանում ու Մեծ Բրիտանիայում։ Առաջիկայում նախատեսում է դասընթացների մասնակցել նաեւ այլ երկրներում։ Ռիպայի խոսքով դրանք կարևոր են ոչ միայն փորձի փոխանակման, այլև ժամանակին համընթաց քայլելու եւ մասնագիտական զարգացումներին մշտապես քաջատեղյակ լինելու առումով։ Իսկ Վեգասում հաճախ են կազմակերպում վերապատրաստման ծրագրեր կամ զարգացնող կամ մասնագիտություն։ Լինում են մեր IBS convention-ն ա լինում տարին մեկ անգամ, որ մասնակցում եմ նույնիսկ սեմինարների։ Հիմնականում դա շատ Վեգասում շատ չի լինում, բայց Կալիֆոռնիայում ենք շատ հաճախում սեմինարներ իմ թիմով։ Հայտնի է, որ մարդիկ, որոնք ուզում են գալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու հատկապես ձեր բնակավարի մարդիկ, այնտեղից շատ տարբեր կարծիքներ են լսում։ Մի մասն ասում է, որ այստեղ լճացում է, այստեղ մասնագետները շատ են, որ հնարավոր չի անմիջապես հաջողությունների հասնել, բարդ ու դժվարին ճանապարհ է սպասվում։ Բայց մի մասն էլ ասում է, որ եթե դու հաջողակ ես կամ աշխատասեր ես, անհնար է, որ այս երկրում քո մասնագիտության, քո սիրելի մասնագիտության մեջ հաջողության չհասնես։ Ինչ եք դուք կարծում, որն է այստեղ ավելի կարևոր, հաջողությունը, աշխատասիրությունը, թե այլ գործոններ կան։ Ամենաառաջին նշեմ, որ աշխատասիրությունը բնականաբար ու մի քիչ էլ պետք է մարդ, այո, հաջողակ լինի, որ հասնի։ Օրինակ ես հասել եմ իմ աշխատասիրությամբ, բայց ամեն ինչին որ հասել եմ։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես կարծում եմ ձեր պատմությունը կարող է մոտիվացիայի աղբյուր լինել շատ-շատերի համար, հատկապես այս բնագավառի մարդկանց, ովքեր նոր են սկսում դեպի իրենց հաջողություն տանող ճանապարհը կառուցել։ Ես էլ եմ ձեզանից շատ շնորհակալ ու ասեմ ավելին, պատրաստ եմ աջակցել այն բոլոր մարդկանց, ովքեր գալիս են այս երկիր ու զբաղվում են այս գործով։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։